Եթերում ABC Newsroom-ն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո հարգելի հետևորդներ։ Կարևոր լուրերը նախ համառոտ։ Եվրամիության առաքելությունը Հայաստանում անվտանգություն թե վերահսկողություն, ինչ նպատակով են եվրոպացիները գալիս Հայաստան եւ ինչ շահ է հետապնդում Բրյուսելը։ Ֆեյքերի բանակ, ինչպես են ձևավորում ձեր կարծիքը եւ ով է խոսում ձեր փոխարեն սոցցանցերում։ Երբ հավատը դառնում է քաղաքական գործիք, իսկ եկեղեցու ճակատագիրը որոշում է քաղաքական ընտրությունը։ Վարչապետը խոսում է եկեղեցին հարկելու մասին։ Կոչ Բաքվի բանտից, ինչ է քննարկել Ռուբեն Վարդանյանը Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի հետ։ Մանկավարժականի շուրջ աղմուկը չի դադարում, պրոռեկտորը, որդին եւ միջազգային գրոսմայստերը մեղադրյալի կարգավիճակում են, ինչ է հայտնի գործից։ Բաքուն մեծահոգաբար դիզելային վառելիք է ուղարկում Հայաստան, միաժամանակ քանդում Ստեփանակերտի եկեղեցին։ Բրյուսելն այսօր հաստատեց Եվրամիության նոր առաքելությունը Հայաստանում։ Եվրամիության արտաքին գործերի նախարարները որոշեցին, որ պետք է օգնեն Երևանին պայքարել հիբրիդային սպառնալիքների դեմ։ Առաքելությունը կսկսի գործել առաջիկա ամիսներին, կունենա 2 տարվա մանդատ եւ կկոչվի Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության գործընկերության առաքելություն։ Բայց իրական քաղաքականության մեջ նման առաքելություններ չեն լինում պարզապես օգնելու համար։ Դրանք լինում են այն ժամանակ, երբ որևէ երկիր դառնում է ազդեցության գոտի։ Իսկ առաջիկա ընտրությունը այդ ազդեցությունը պահպանելու կամ ամրապնդելու գործիք։ Հայաստանում այս գործընթացը արդեն սկսվել է եւ հարցը այսօր ոչ թե այն է, թե ինչ է անելու Եվրամիությունը Հայաստանում, այլ ինչու է դա անում հենց հիմա եւ ինչ դեր ունի այս ամենում գործող իշխանությունը։ Ում համար եւ հանուն ինչի է Եվրամիությունը աշխատում Հայաստանում, Սեդա Կյուրեղյանն է պատմում։ Եվրոպայի ակտիվությունը Հայաստանում ընտրական շրջանի նախաշեմին աստիճանաբար ավելի նկատելի է դառնում։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով, Եվրամիության արագ արձագանքման խմբի տեղակայում ֆինանսական աջակցություններ դիմակայելու ընտրությունից առաջ հիբրիդային սպառնալիքներին։ Քաղաքագետները սրանք չեն համարում հերթական քաղաքական իրադարձություն։ Եվրամիության համար խաղադրույքը չափազանց մեծ է։ Այդ խումբը Եվրամիության համար քաղաքական դիրքերի պայքարի կարևոր գործիքներից մեկն է դիտվում, հաշվի առնելով թե նախընտրական շրջանը, որը ավելի շուտ իմ կարծիքով օգտագործվում է առիթ որպես, որովհետև կարծես թե այդ որոշման մեջ խոսվում է 2 տարով տեղակայման մասին, այսինքն մենք տեսնում ենք, որ այստեղ նախընտրական շրջանով չէ, որ սահմանափակվում է խմբի տեղակայումը։ Վրաստանի հետ լարված հարաբերություններ ունի Եվրամիությունը, Ադրբեջանն էլ Բրյուսելի հետ հավասար դիրքերից է խոսում։ Հայաստանը դարձել է Եվրոպայի այլընտրանքը Կովկասում դիրքերն ամրապնդելու համար։ Եվրամիության համար կարևորը Երևանին սեփական նարատիվները թելադրելն է, պնդում է քաղաքագետը, եւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ամենից հարմարն է այս մտադրությունն իրագործելու համար։ Բրյուսելին ոչինչ չի մնում, քան ամեն գնով Փաշինյանի վերարտադրությանը նպաստելը։ Որտեղ եթե փոխվեց իշխանություն, այդ իշխանությունը ավելի ինքնավստահ եւ ուժեղ կլինի, հետեւաբար Եվրամիությունը չի կարող քաղաքական իր օրակարգը այդպես միարժեք թելադրել այդ իշխանությանը։ Ձերբակալություններ, ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ այս ամենը Արարատ Միրզոյանի ու Կայա Կալասի հանդիպումից 2 օր անց։ Քաղաքագետները սա պատահականություն չեն համարում։ Եվրոպան նման քայլերով լոյալություն է պահպանում, նախընտրական գործընթացներում սպասարկելով ներկա իշխանության շահերը։ Եվրոպան արժեքորապես թքած ունի թե ժողովրդավարության, թե այն իրենց հիմնական դրույթների, որոնք իրենք առաջ էին տանում։ Եվրոպան դիտարկում է Հարավային Կովկասը ամբողջության մեջ եւ դիտարկում է բացառապես որպես 2 հիմնական նարատիվների առաջ տանող։ Առաջինը դա հակառուսական պլազդան ձևավորելն է, ինչի շուրջ եվրոպացիները շատ ակտիվ աշխատում են Հայաստանում։ Եվ երկրորդը իրանական, ռուսական, ասենք ասենք վերահսկողությունից զատ առևտրատնտեսային եւ էներգետիկ ալտերնատիվ մարշրուտների ձևավորումը։ Եվրամիության համար Կովկասի կարևորությունը ռազմավարական է։ Բրյուսելը չի կարող բաց թողնել դեպի Կենտրոնական Ասիա եւ Չինաստան դուրս գալու հնարավորությունը, ուստի չի բավարարվում միայն Հայաստանում ընտրական շրջանով։ Դեսպանների մակարդակով հավանություն ստացած ծրագրով արագ արձագանքման խումբը 2 տարով է որոշել տեղակայվել Հայաստանում, ինչը քաղաքագետների պնդմամբ անխուսափելի է դարձնելու պաշտոնական Երևանի ներքին քաղաքականության եւ ինստիտուտների վրա ազդեցությունը։ Սեդա Կյուրեղյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։
Եվրամիության ակտիվացումը Հայաստանում, ինչպես տեսնում ենք, մեկուսացված գործընթաց չէ։ Այն շարունակվում է նաև անվտանգային դաշտում։ Քաղաքական աջակցությունից հետո այժմ կան նաև ռազմաքաղաքական ներկայության ազդակներ։ ՆԱՏՕ-ն հայտարարում է, որ պատրաստ է խորացնել գործակցությունը Հայաստանի հետ։ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնը։ Փաշինյանն էլ իր հերթին կարևոր է համարել Հայաստան-ՆԱՏՕ գործակցությունը ի նպաստ տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ամրապնդման, ասված է Փաշինյանի աշխատակազմի հաղորդագրության մեջ։ Պաշտոնական լեզվով սա գործընկերության հերթական հաստատում է, բայց քաղաքականության մեջ նման ազդակները հազվադեպ են լինում պարզապես հերթական։ Հատկապես այն դեպքում, երբ դրանք հնչում են միաժամանակ Եվրամիության ակտիվացման հետ։ Եվ երբ խոսում ենք արտաքին ազդեցության մասին, սովորաբար պատկերացնում ենք դիվանագետներ, առաքելություններ, պաշտոնական հայտարարություններ, բայց իրական ազդեցությունը շատ ավելի աննկատ է։ Այն ձեր հեռախոսի մեջ է, ձեր լրահոսում, ձեր կարդացած մեկնաբանություններում։ Դուք կարծում եք, որ կարդում եք իրական մարդկանց կարծիքներ, բայց իրականում շատ հաճախ տեսնում եք լավ կազմակերպված իմիտացիա։ Քանի որ սոցիալական ցանցերում մեծամասնությունը միշտ չէ, որ իրական է։ Եվ երբ հարյուրավոր մարդիկ միաժամանակ նույն բանն են ասում, դա կարող է լինել ոչ թե հասարակության դիրքորոշում, այլ տեխնոլոգիա։ Տեխնոլոգիա, որը ստեղծում է համաձայնության պատրանք եւ լրացնում հակառակը մտածող մարդկանց։ Ինչպես են ձեզ ստիպում լռել եւ ով է ձևավորում իրականությունը, դիտենք ռեպորտաժում։ Դուք բացում եք Facebook ու տեսնում, որ հարյուրավոր մարդիկ նույն բանն են ասում։ Փորձում եք հակաճառել, բայց ապարդյուն, որովհետև ֆիզիկապես չեք կարողանում դիմակայել, եթե ոչ մի քանի հարյուր, ապա մի քանի տասնյակ մարդու նույնաբովանդակ կարծիքին։ Իսկ ինչ կասեք, եթե պարզվի, որ այդ հարյուրավոր մարդկանց կեսն ընդհանրապես գոյություն չունի։ Սոցիալական ցանցերը վաղուց դադարել են լինել պարզապես հաղորդակցման հարթակ, դրանք դարձել են քաղաքական ազդեցության գործիք ու այդ ազդեցությունն ըստ մասնագետների ամենից հաճախ ապահովում է fake, այսինքն կեղծ հաշիվներ միջոցով։ Պատկերացրեք, ես եւ դուք մրցակից քաղաքական կուսակցություններ ենք։ Ես կարող եմ ձեր դեմ օգտագործել իմ ֆեյքերի բանակը եւ օրինակ ճանաչեմ ձեզ կամ ուրիշների մոտ տպավորություն ստեղծեմ, որ ձեզ ոչ ոք սիրում կամ հակառակը, որ բոլորը ինձ են սիրում, հա։ Ինչ է fake հաշիվը, ինչպես է այն աշխատում ու ինչու դա պետք է անհանգստացնի։ Fake կամ կեղծ հաշվի 3 հիմնական տեսակ կա։ Bot. Սա ավտոմատ ծրագիր է, որ ինքնուրույն գրառումներ ու մեկնաբանություններ է անում 24/7 ռեժիմով։ Կեղծ ինքնության հաշիվ, որ ստեղծվել է մեկ ուրիշ մարդու անունով, իրական կամ հորինված, եւ այսպես կոչված ֆերմա։ Դրանք հարյուրավոր հաշիվներ են, որոնք կառավարվում են մեկ կենտրոնից եւ շատ հաճախ աշխատացնողները դրա դիմաց վճարվում են, բառ ասած ստանում են աշխատավարձ։ Fake հաշիվները ոչ թե պատահաբար են ստեղծվում, այլ հստակ նպատակով ազդել հանրային կարծիքի վրա, ստեղծել մեծամասնության պատրանք կամ ֆիզիկապես ճնշել ու վախեցնել իրական մարդկանց։ Ֆեյքերը օգտագործվում են մի քանի բանի համար։ Ստեղծել տպավորություն, որ օրինակ այս կամ այն գործին կամ կազմակերպությանը շատ մարդ է աջակցում։ Fake հաշիվների ցանցերն ունեն հստակ կառուցվածք, կա ղեկավար կենտրոն, ֆերմա, աշխատողներով ու հարյուրավոր պատրաստի հաշիվներ, որ ակտիվանում են, երբ հրաման է գալիս։ Հաճախ օգտագործվում են արհեստական բանականության հնարավորությունները տեքստերն ավտոմատ ստեղծելու համար։ Լինում են քողարկված գործողություններ, երբ որ օրինակ ես ձեր աջակիցների ֆեյքեր եմ ստեղծում եւ այդ աջակցությունը անում եմ շատ կոշտ, հռի եւ բացահայտող ձևով, որպեսզի տպավորություն ստեղծեմ, որ դուք օգտագործում եք ֆեյքեր։ Այսինքն այստեղ շատ բավականին տարբեր սցենարներ կարող են լինել, հա։ Կան հիմնական հատկանիշներ, որոնց օգնությամբ սովորական մարդը կարող է ճանաչել նոր ստեղծված fake օգտատերերին։ Օրինակ, հաշիվը ստեղծվել է վերջերս, ակտիվություն գրեթե չունի, ունի քիչ ընկերներ, գրեթե չկան անձնական կամ խմբակային լուսանկարներ։ Իսկ բովանդակությունը կրկնվող է, նույն տեքստը, նույն ուղղագրական սխալներով, գրված տարբեր անուններից։ Կադրերում երևում են օրինակներ, որոնք առանձնացրել են գործող իշխանության Facebook-ի էջերի հրապարակումների մեկնաբանություններից։ Ինչ են անում fake հաշիվները հասարակության հետ։ Fake հաշիվների նպատակը միայն մեկնաբանություն թողնելը չէ։ Ըստ մասնագետների նրանք կատարում են մի քանի շատ ավելի վտանգավոր ֆունկցիա։ Կեղծ մեծամասնության էֆեկտ, երբ մի հրապարակման տակ կա օրինակ 500 հոգու նույնաբովանդակ մեկնաբանություն։ Եվ հենց այստեղ իրական մարդը մտածում է, որ երևի բոլորն այդ կարծիքն ունեն կամ համաձայնում է կամ լռում, որ խելագար չթվա։ Սա կոչվում է լռության պարույր ու դա fake հաշիվների ամենահզոր հոգեբանական գործիքն է։ Նույնիսկ տերմին կա աստրոտուրֆինգ կոչվում,
երբ որ ձևավորվում է հանրային, օրինակ, կեղծ պահանջ կամ հանրային աջակցություն։ Ֆեյքերը հաճախ ճնշում են իրական ձայները։ Մարդ, որ փորձում է հակառակ կարծիքը արտահայտել, հանկարծ ստանում է տասնյակ ֆեյքերի գրոհ։ Ծաղր, սպառնալիք, ծայրահեղ դեպքերում անձնական տվյալների հրապարակում։ Արդյունքում իրական ձայներն անհետանում են ու ֆեյք ձայնը դառնում է հաղթող։ Ֆեյքերը օգտագործվում են հոգեբանական ճնշման համար, օրինակ քաղաքական գործիչը ստանում է ահռելի քանակի հայհոյանքներ, վատ մեկնաբանություններ եւ այլն, եւ որոշ մարդկանց վրա դա կարող է ազդել, լրացնել։ Լրագրող լինի, թե ակտիվիստ լինի, թե քաղաքական գործիչ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ֆեյք ակտիվությամբ հրապարակված կարծիքները կարող են ազդել ոչ միայն սովորական օգտատերերի, այլ նաև լրատվամիջոցների, քաղաքական մեկնաբանների ու ի վերջո ընտրողների վրա։ Ալգորիթմն ավելի ժողովրդական է համարում ու ավելի շատ մարդու ցույց է տալիս այն բովանդակությունը, որ հավաքում է հարյուրավոր ռեակցիա, նույնիսկ եթե դրանք ֆեյք ռեակցիաներ են։ Ինչ կարող է անել սովորական մարդը։ Ֆեյք հաշիվների դեմ ամենաարդյունավետ զենքը իրազեկված լինելն է։ Մետան, Facebook-ի ու Instagram-ի կառավարող ընկերությունն ամեն տարի հայտնում է 100,000-ավոր կեղծ հաշիվների հեռացման մասին, սակայն մասնագետների կարծիքով հայտնաբերված հաշիվները ֆեյքերի ընդհանուր թվի փոքր մասն են կազմում։ Մետան իր ներքին տվյալների վրա նաև հիմնվելով, օրինակ իրանք տեսնում են IP հասցեները, որ սարքերից են աշխատում եւ այլն, պարբերաբար զեկույցներ է հրապարակում այդ ֆերմաների ֆեյքերի ոչնչացման մասին։ Ֆեյք հաշիվներն ի վերջո կեղծ են ոչ միայն անունով, այլև ամբողջ գոյությամբ, բայց դրանց ազդեցությունն իրական է ու շատ ավելի մեծ, քան կարող եք պատկերացնել։ Եվ ամեն անգամ, երբ Facebook-ում կարդաք, որ բոլոր կողմերից, բոլոր մարդիկ, բոլոր հարցերում եւ բոլոր դեպքերում համաձայն են, հիշեք, ֆեյք հաշիվը նրա համար է ստեղծված, որ ձեզ հավատացնեն։ Երբ հանրային կարծիքը ձևավորվում է լինի դա արտաքին ազդեցությամբ, թե սոցիալական ցանցերով, հաջորդ փուլում այդ նույն կարծիքը սկսում է կիրառվել կոնկրետ որոշումների համար։ Եվ երբեմն նույնիսկ այնպիսի հարցերում, որոնք նախկինում երբեք չեն դրվել հանրաքվեի։ Հայաստանում առաջիկա ընտրությունը միայն քաղաքականության մասին չէ։ Երբ երկրի ղեկավարը հայտարարում է, որ ընտրողի ձայնը նաև Աստծո ձայնն է, իսկ այդ ձայնով պետք է որոշվի եկեղեցու ղեկավարի ճակատագիրը, հարցը դադարում է լինել պարզապես նախընտրական խոստում։ Սա արդեն փորձ է վերաձևակերպելու ինչ է պետությունը, ինչ է եկեղեցին եւ որտեղ է անցնում դրանց միջև սահմանը։ Նախ վարչապետը միաժամանակ ասում է երկու բան. եկեղեցին անջատ է պետությունից, բայց պետք է գործի պետության կանոններով։ Եվ երկրորդ, եկեղեցու ղեկավարի հարցը պետք է որոշի ժողովուրդը ընտրությունով։ Ընդ որում Փաշինյանը մտադիր է վերընտրվելու դեպքում հարկել հայ առաքելական եկեղեցին։ Հայաստանի Հանրապետությունում գործում է համընդհանուր հայտարարագրման համակարգ, եւ այս համակարգից չեն կարող դուրս լինել հոգեվոր ծառայողները։ Մենք վաղուցվանից ենք խոսել, որ հայաստանյա ծառայողական եկեղեցին որոշակի առևտրային գործունեության եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում պետք է նաեւ հարկեր վճարի, ընդ որում մենք ասում ենք, այս գլխից մենք պարտավորվում ենք եւ ասում ենք, որ այդ վճարված հավաքագրված հարկերը 100% անվերապահորեն կվերադարձնենք Հայաստանյա ծառայողական Սուրբ եկեղեցուն, բայց եւ դեռ մի բան էլ ավելին ըստ անհրաժեշտության նաեւ լրացուցիչ ֆինանսավորում կապահովենք այդ թվում սոցիալական երաշխիքների ձևով եւ այդպես շարունակ։ Երբ ասում ես եկեղեցին պետք է գործի պետության կանոններով, հաջորդ քայլը լինում է որոշել, թե որտեղ եւ ինչպես։ Եվ այդ որոշումներն արդեն ընդունվում են։ Որոշ հոգեվորականներ պայմանագրային հիմունքներով նշանակվել են քրեակատարողական հիմնարկներում առանց մայրաթորի համաձայնության։ Ինչ է կատարվել, ով է որոշել եւ որ հոգեվորականներն են ծառայություն մատուցելու բանտերում, Սեդա Մակարյանն է պարզել։ Սկզբում դպրոցներից դուրս մնաց հայոց եկեղեցու պատմություն առարկան, հետո բանակից դուրս մղվեցին գնդերեցները։ Իսկ հիմա արգելվել է քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայության նշանակված հոգևորականների մուտքը քրեակատարողական հիմնարկներ։ Ու այս ամենը ներկայացվում է եկեղեցու բարեկարգման անվան տակ։ ՔԿՀ-ում երկար տարիներ հոգևոր ծառայություն մատուցած Տեր Գրիգոր Քահանան հռետորական հարց է բարձրացնում։ Հաջորդը որ ոլորտից են փորձելու դուրս մղել եկեղեցին։ Ոչ թե վեհապարի, ոչ թե անձի, այլ սա պայքարը հայ առաքելական եկեղեցու դեմ, որովհետև եկեղեցուն տարբեր ձևերով
փորձեցին դուրս մղել դպրոցից հայոց, հայ եկեղեցու պատմության առարկայի հետ կապված դուրս մղեցին բանակից եւ արդեն դուրս մղեցին քրեակատարողական հիմնարկներում ծառայություն մատուցելուց։ Այսինքն փորձում են եկեղեցուն սահմանափակել եւ շրջափակել։ Քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայությունն առավել համակարգված եւ նպատակային դարձնելու համար 2003 թվականին Գարեգին II օրհնությամբ եւ տնօրինությամբ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում բացվեց քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայության բաժինը։ Այս բաժինը 20 տարուց ավելի է սերտորեն գործակցում էր Արդարադատության նախարարության հետ։ Նախարարությունն օրեր առաջ է միակողմանի չեղյալ հայտարարել 2014 թվականին կնքված պայմանագիրը հոգևորականներին դուրս թողնելով ՔԿՀ-ներից։ Որպեսզի այդ ամեն ինչ այդպես չերևա, ձև են անում կամ կերպ են բռնել, իբր մենք այնտեղ շարունակում ենք հոգևոր ծառայությունը, բայց ում միջոցով, այն մարդկանց միջոցով, որոնք կտրված են մայրաթորից, որոնք կտրված են մայր եկեղեցու, որոնք կտրված են հոգևոր իշխանությունների օրհնությունից։ Այսինքն ինչ որ մարդիկ, որոնք ինքնագլուխ նման քայլեր են անում։ Ապրիլի 17-ին Մայրաթորը դատապարտել էր Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության որոշումն, ըստ որի արգելել էին վեհապարի կողմից նշանակված հոգևորականներին մտնել ՔԿՀ։ Որոշումից հետո պետական մարմինները որոշել են, որ իրենք իրավունք ունեն առանց հայրապետի օրհնության եւ թույլտվության քահանաներին պայմանագրային հիմունքներով ծառայության ուղարկել քրեակատարողական հիմնարկներ։ Շրջանցելով Մայրաթորը եւ անտեսելով իրավական կարգավորումները, անհատ եկեղեցականների հետ կնքվել է աշխատանքային պայմանագրեր։ Այս քայլը իշխանությունների հերթական թիրախավորված ու հակաեկեղեցական արշավն է, սահմանափակելու օրենսդրությամբ երաշխավորված հայոց եկեղեցու հոգեխնամ առաքելությունը հանրային կյանքում, ինչը դրսևորվել է նաեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ կրթական ոլորտում։ Պայմանագրերով ՔԿՀ-ում հոգևոր ծառայության անցած հոգևորականների մի մասը կարգալույծ է, մյուս մասը Նիկոլ Փաշինյանին միացած հոգևորականները, ասում է Տեր Գրիգորը։ Ինչքանով որ ես տեղյակ եմ մամուլից եւ մեզ հասած տեղեկություններից, մարդիկ են պայմանագրեր կնքում քրեակատարողական հիմնարկների վարչության կամ Արդարադատության նախարարության հետ եւ մարդը ուղղակիորեն շրջանցելով եկեղեցին, շրջանցելով եկեղեցական կարգ ու սարքը, շրջանցելով եկեղեցի պետություն այդ հարաբերությունների ամրագրված օրինական ճանապարհները ինքնակամ առանց հոգևոր առաջնորդի քրեակատարողական ծառայության, առավել եւս առանց վեհապար հայրապետի օրհնության, իրենք մտնում են նման բանից, այս ապօրինությունն է։ Այս որոշումը վտանգավոր են համարում հոգևորականները, ասում են, բոլորը չեն, որ կարող են ծառայություն իրականացնել բանտում։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայությունն իր առաքելությունն իրականացնում էր 3 հիմնական ուղղություններով՝ ազատազրկվածների վերափոխման, բանտային ծառայողների հոգևոր կյանքի զորացման եւ ազատազրկվածների ընտանիքներին հոգևոր, բարոյական եւ սոցիալական աջակցության։ Եղել են դատապարտյալներ, որոնք ազատվելուց հետո սկսել են ապրել վանականի կյանքով։ Մեր հոգևորականների դաշտը իմանալով, ճանաչելով հոգևորականներին, պատահական չէին ընտրում, այլ ընտրությամբ ընտրում էին այն հոգևորականներին, որոնց իրենք ավելի հարմար կամ պատրաստ էին տեսնում նման ծառայություն իրականացնելու համար եւ դիմում էին վեհապար հայրապետին, ստանում վեհապար հայրապետի օրհնությունը, համաձայնությունը եւ տնօրինությունը, այսինքն հրամանը այդ ծառայության մեջ մտնելու համար։ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայություն սկսել է իրականացվել Գարեգին II օրհնությամբ եւ տնօրինությամբ։ Հոգևոր սպասավորության իրականացումն սկսվել է Կոչ քրեակատարողական հիմնարկից։ Այս տարիներին եկեղեցիներ են կառուցվել Սևան, Կոշ եւ Արթիկ քրեակատարողական հիմնարկներում, Մատուր, Հրազդան, Վանաձոր, Արմավիր, Վարդաշեն եւ Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկներում, Խաչքար, Գորիս, Աբովյան եւ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկներում։ Դատապարտյալների կամ անազատության մեջ գտնվող անձանց հոգևոր խնամքը իրականացնում են քահանաները, հոգևորականները, որոնք այցելում են քրեակատարողական հիմնարկներ եւ բնականաբար ինչը ամենատարբեր կերպերով սկսած Սուրբ Գրքի սերտողությունից, հոգևոր զրույցներից, հարց ու պատասխաններից, խոստովանության կարգեր կատարելուց, մկրտություն, Սուրբ պատարագ մատուցելուց, Սուրբ հաղորդություն տալուց, այս բոլոր միջոցներով, կերպերով մենք
այդ մարդկանց հոգևոր կյանքը փորձում ենք կազմակերպել, օգնել իրենց հոգևոր ընթացքի մեջ, հոգևոր կյանքի մեջ։ Այս բաժինն ակտիվորեն աշխատանքներ է տանում նաև դատապարտյալների ընտանիքների հետ, նրանց հոգևոր եւ նյութական աջակցություն ցուցաբերելու նպատակով։ ՔԿ հոգևոր սպասավորները պարբերաբար այցելում էին դատապարտյալների ընտանիքներ, կատարում տնօրնեք եւ զրուցում նրանց հետ։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը նաև որոշում էր ստորագրել, որով ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի կազմ էր ընդգրկվել Արման Սարոյանը, նախկին Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ Մինչդեռ նման որոշում պիտի կայացվեր Մայր Աթոռի հետ համաձայնությամբ։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Մի քանի օր է Երևանի պետական մանկավարժական համալսարանի շուրջ աղմուկը չի դադարում։ Համալսարանի ղեկավար կազմի ներկայացուցիչները հայտնվել են մեղադրյալի կարգավիճակում, երբ մինչ համալսարանում փորձում են վստահեցնել, որ մթնոլորտը նորմալ է, իրավապահ համակարգում արդեն քննում են մի գործ, որը կարող է բոլորովին այլ պատկեր բացահայտել։ Ինչ է պարզել հակակոռուպցիոն կոմիտեն, ինչ են պատմում համալսարանի ներկայացուցիչները, Անիա Բաղյանն է ներկայացնում։ Շաբաթ օրվանից մամուլը խոսում է մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիա Իսպիրյանի, նրա որդու եւ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ գրոսմաստեր Սմբատ Լպուտյանի ձերբակալման, ավելի ուշ նրանց մեղադրանք առաջադրելու մասին։ Մանկավարժական համալսարանում էինք, փորձեցինք խոսել, հանդիպել Իսպիրյանի հետ։ Հասկանալ, թե ինչ մթնոլորտ է մանկավարժական համալսարանում եւ ինչ են պատմում համալսարանականները։ Համալսարանի մթնոլորտն ինչպես է։ Նորմալ, շատ լավ։ Արտարոց բան չեմ նկատել ամեն դեպքում։ Դուք մանկավարժականի ուսանողներ եք։ Այո, ուղղակի ամեն օր դասի չենք, երևի այդ պատճառով չենք կարող ձեզ որևէ տեղեկություն տրամադրել, այդպես տեղյակ չենք։ Նորմալ մթնոլորտ է։ Մենք ոչ մի բանից տեղյակ չենք։ Միայն զբաղված ենք քննություններով ու ավարտական կուրս ենք ու դիպլոմային աշխատանքով, հետևաբար ոչ մի բանից տեղյակ չենք։ Համալսարանում մթնոլորտը լավ է, դասախոսները նույնպես, վստահեցնում է կրթության որակի ապահովման եւ զարգացման կենտրոնի մասնագետը։ Համալսարանում բացարձակ ծանր մթնոլորտ չի տիրում, Տիկին Իսպիրյանը մեր գիտական գծով պրոռեկտորն է եւ ես ընդհանրապես բացարձակ հերքում եմ այդ բոլոր փաստերը, որ համալսարանում ծանր մթնոլորտ է եւ այլն, որովհետեւ ուսանողները բնականon ձևով շարունակում են իրենց ուսուցումը։ Մարիա Իսպիրյանը մանկավարժական համալսարան է եկել որպես ուսանող, 2 տասնամյակ է բուհում է։ Սվետլանան հերքում է Իսպիրյանի շուրջ արդեն մի քանի օր շարունակվող խոսակցությունները։ Մենք փորձեցինք խոսել Իսպիրյանի հետ, ասացին տեղում չէ, իսկ հեռախոսահամարը անհասանելի։ Գործը հակակոռուպցիոն կոմիտեում է։ Մամուլի պատասխանատու Մարինա Օհանջանյանի խոսքով Մարիա Իսպիրյանին, որդուն եւ միջազգային գրոսմաստերին մեղադրում են ծառայողական լիազորությունները չարաշահելու, խարդախություն կատարելու, դրան օժանդակելու եւ պաշտոնական կեղծիք կատարելու համար։ Մանկավարժական համալսարանի ռեկտոր Արմեն Պետրոսյանի խոսքով իրավական գործընթաց կա, որը չեն ուզում մեկնաբանել։ Ապրիլի 18-ին մանկավարժականի պրոռեկտորի որդու հետ ձերբակալվել է նաև շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը։ Նա շախմատ գիտահետազոտական ինստիտուտի հիմնադիր տնօրենն է, որը գործում է մանկավարժական համալսարանի կազմում։ Միջազգային գրոսմաստեր Լպուտյանը 7-ից 8 ժամ ձերբակալված էր։ Նրան ազատ են արձակել երկրից բացակայելու արգելքով։ Մենք հստակ հայտարարել ենք Սմբատ Լպուտյանը, որ նա որևէ դիտավորություն, դիտավորյալ արարք չի կատարել։ Սա ուզում եմ հատուկ նշել։ Ինչ վերաբերում է մնացած ամեն ինչին, եւ հատուկ ուզում եմ նշել, որ նրան չեն էլ մեղադրում կոպիտ ասած, որ ինքը պետության փողերը թալանել։ Այս ուղիղ եմ ուզում նշել, որ հանգարց այս ուղղությամբ շահարկումներ չլինեն։ Փաստաբանը դեռևս չի բացահայտում մանրամասները, նշելով, որ նախաքննական գաղտնիք է։ Շախմատի ֆեդերացիայից եւս որևէ մեկնաբանություն չստացանք։ Սպասում են քննության ավարտին։ Հակակոռուպցիոն կոմիտեն մեկ այլ քրեական վարույթի շրջանակում 2025 թվականի հոկտեմբերի 17-ին ձերբակալել էր պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրփուի Գևորգյանին եւ պրոռեկտորներից մեկին։ Նրանց մեղադրանք էր առաջադրվել համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու եւ ղեկավարելու, առանձնապես խոշոր չափի վատնում եւ խարդախություն կատարելու, նաեւ կաշառք ստանալու համար։ Անիա Բաղյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որը Բաքվի բանտում է, հանդիպել է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբին Ալիևայի հետ եւ խոսել հայ գերիների պահման պայմանների վերաբերող հարցերի մասին։ Վարդանյանը պատմել է, որ զրույցի ընթացքում Ալիևան նշել է, որ Անահիտ Մանասյանի հետ արդեն քննարկել է մեր հայրենակիցների ընտանիքի անդամների Բաքու այցելելու հնարավորությունը եւ պատրաստակամություն է հայտնել աջակցել դրա կազմակերպմանը։ Ավելին շեշտել է, որ իր կինը պատրաստ է գալ Բաքու։ Վարդանյանը դիմել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։ Իմ կինը Վերոնիկա Զոնաբենդը պատրաստ է մասնակցել այդպիսի նախաձեռնությանը եւ այցելել Բաքու։ Հավանաբար մյուս մարտարկյալների ընտանիքների անդամները եւս պատրաստ կլինեն։ Այդպիսի պատվիրակությունը պետք է լինի ինստիտուցիոնալ եւ հետեւողական, ունենալով Հայաստանի Հանրապետության վարչապետի քաղաքական աջակցությունը, որը հաշվետու է քաղաքացիների առջեւ։ Այս առումով խնդրում եմ ձեզ հրապարակավ պատասխանել հետեւյալ հարցերին։ Արդյոք քննարկվելու է Բաքու պաշտոնական պատվիրակության այց կազմակերպելու հնարավորությունը հայ գերիների հարազատների մասնակցությամբ։ Ինչպես է ձեր հաստատությունը պլանավորում համակարգել աշխատանքներ Ադրբեջանի օմբուդսմենի հետ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերաբերող մարդասիրական հարցերի շուրջ։ Ձերբակալության պահից սկսած ձեր ղեկավարած հաստատությունն ինչ միջոցներ է ձեռնարկել հայ գերիների իրավունքները պաշտպանելու համար։ Անահիտ Մանասյանը դեռ չի արձագանքել, փոխարենն ունենք այլ լուր Ադրբեջանի վերաբերյալ։ Բաքուն այսօր Հայաստան է ուղարկում վառելիքի հերթական խմբականակը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների խոսքը դիզելային վառելիքով բեռնված 16 վագոնի մասին է։ Բայց այդ մեծահոգությանը զուգահեռ Ադրբեջանը Արցախում շարունակում է ոչնչացնել մեր մշակութային ժառանգությունը։ Բաքվի տրակտորը հիմնահատակ քանդել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայրտաճարը։ Բոլորին հայտնի Պարկ հոթելի բակի եկեղեցին։ 20 տարի առաջ Ստեփանակերտի բարձունքներից մեկում դրվեց Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարի հիմնաքարը։ Այս հոյակապ կառույցի ծրագիրը կյանքի կոչվեց ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ։ Քաղաքն այդ ժամանակ եկեղեցի չուներ, բայց կառուցվող տաճարի զանգերը պիտի հնչեին բարձունքներից, խորհրդանշելով համայնքի հոգևոր վերածնունդը։ Մարդիկ գալիս ժամերով հերթ են կանգնում, դա գիտեք, խոչընդոտ էլի հավատացյալ մարդկանց համար։ Սա կթեթևացնի այդ բեռը։ Նախ հոգևոր կյանքը կաշխուժացնի, սա էլ կլինի մի նոր լավ միջոց պայքարելու ընդդեմ աղանդավորների կամ մոլորվածների։ 13 տարի տևեց Ստեփանակերտի մայր տաճարի կառուցումը, որը կոչված էր դառնալու քաղաքի ճարտարապետական եւ հոգևոր կարևոր կենտրոններից մեկը։ Տաճարը, որի ճարտարապետը Գագիկ Երանոսյանն է, աչքի էր ընկնում իր տպավորիչ չափերով՝ 35 մետր բարձրությամբ, 24 մետրանոց զանգակատնով։ Հիմնարկեքի օրվանից 13 տարի անց 2019 թվականի ապրիլի 7-ին Սուրբ Աստվածածնի ավետման տոնին տաճարը հանդիսավորությամբ օծվեց կրկին Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ։ Մենք հավատում ենք, որ այս եկեղեցին իր օրհնության ներքո պիտի համախումբ պահի մեր ազգի զավակներին, նրանց պիտի ոգեշնչի նոր իրագործումների, նոր հաղթանակների։ Այժմ հսկայական տաճարը, որը կարծես վերևից հսկում էր Ստեփանակերտը, այլևս չկա։ Ադրբեջանցի վանդալների թիրախում հայտնվել է նաև այս եկեղեցին։ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը հրապարակել է փաստեր, ըստ որոնց Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը հիմնահատակ ավերվել է։ Տաճարի ավերումը ըստ Ավանեսովի պատահական չէ, սա նպատակային քաղաքականություն է Արցախում հայկական հետքերը վերացնելու համար։ Տաճարի ավերումը հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին եւս մեկ անգամ բացահայտորեն ցույց է տալիս Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունն ու նրա իրական դիմագիծը։ Ավանեսովի խոսքով Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարի ավերումը միակ դեպքը չէ։ Նա նշում է, որ համացանցում հայտնված տեսանյութերի եւ արբանյակային լուսանկարների ուսումնասիրությունը թույլ է տալիս խոսել նաեւ առնվազն եւս 6 եկեղեցիների հիմնահատակ ավերման մասին։ Սվետլանա Պետրոսյան, ABC Media։ Թեմայի վերաբերյալ այս պահին զրուցելու եմ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովի հետ։ Բարև ձեզ, պարոն Ավանեսով, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։
Պարոն Ավանեսով, այսօր մենք տեսնում ենք երկու զուգահեռ պատկեր։ Մի կողմից Ադրբեջանը ներկայացնում է, որ մեծահոգաբար վառելիք է ուղարկել Հայաստան, եւ զուգահեռ նույն ժամանակահատվածում տեղեկանում ենք, որ Արցախում հիմնահատակ քանդել է մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ եկեղեցին։ Ինչ է այս քայլերով անում Ադրբեջանը, ինչ է ուզում խաղաղության հայտարարված դարաշրջանում։ Իրականում այս փաստը ցույց է տալիս, որ Ադրբեջանը խաղաղության հետ որևէ աղերսներ չունի եւ նման փաստերը տասնյակից ավելի են։ Խաղաղության իրական օրակարգ ունեցող պետությունը, արհեստացին ընդ որում ստեղծված, նման քայլերի չի դիմում։ Այսինքն նախ պետք է նշենք, որ վառելիքի ուղարկումը դա պայմանավորված է նրանով, որպեսզի տնտեսական այդ շուկայում Հայաստանի գերիշխող դիրք գրավի որպես մատակարար երկիր։ Մյուս կողմից էլ ոչնչացնելով հայկական եկեղեցին, այն էլ ցեղասպանությունի 111-րդ տարելիցից ընդամենը մի քանի օր առաջ ցույց է տալիս իր իրական ցեղասպան դիմագիծը։ Պարոն Ավանեսով, որոշ շրջանակներ, որոշ գործիքներ այս ամենը կոչվում են վանդալիզմ, ոմանք սա մշակութային ժառանգության ոչնչացում, մշակութային ցեղասպանություն։ Այս տերմինների մեջ ինչ տարբերություն կա եւ դուք սա ինչպես եք որակում։ Իրականում անկախ նրանից մենք դա կոչվում ենք վանդալիզմ, թե մշակութային ցեղասպանություն, դրանից չի նվազում Ադրբեջանի հանցագործության պատասխանատվության աստիճանը։ Իրականում նույն երևույթների մասին են խոսվում եւ ցավոք սրտի մշակութային ցեղասպանություն եզրույթը, որ սկզբնական շրջանում նաեւ Լեմկինի մշակված բանաձևի մեջ պետք է ներառվեր եւ առանձին նման բանաձև պետք է լիներ, չկա, իսկ վանդալիզմի արտահայտությունը իրավական ձևակերպումներով գոյություն ունի, այսինքն իրավական փաստաթղթերում, նաև քրեական օրենսգրքի առանձին հոդվածներում տարբեր երկրների ամրագրված են սրանք։ Այս ամենը որքանով է տեղավորվում միջազգային տեսանկյունից մշակութային ժառանգության ոչնչացում հասկացության մեջ։ Լիովին տեղավորվում է մշակութային ժառանգության ոչնչացման այդ եզրույթի մեջ, քանի որ ոչ մի փաստաթղթում նշված չէ, թե մշակութային արժեք ձևակերպումը ինչ ժամանակաշրջանում կառուցված հուշարձանների մասին է խոսքը։ Անկախ նրանից հուշարձանը կառուցվել է վերջերս, կառուցվել է հազարամյակներ առաջ, ինքը մշակութային ժառանգություն է եւ մշակութային արժեք է իրենից ներկայացնում։ Եվ համապատասխան մշակութային այդ իրավական փաստաթղթերում հստակորեն նշված է, որ յուրաքանչյուր մշակութային արժեքի կարևորությունը եւ արժեքը որոշում է այն ստեղծող համայնքը։ Սա է շատ կարևոր հանգամանք։ Եվ մյուսը տարբեր փաստաթղթերում հստակորեն նշվում է, որ մշակութային ժառանգությունն ինքը համամարտկային արժեք ունի։ Այսինքն անկախ կառուցման ժամանակաշրջանից այնինչ Արցախում ոչնչացվում է, ոչնչացում են ոչ միայն զուտ հայկական մշակութային արժեք, այլ ոչնչացվում է համամարտկային նշանակություն ունեցող արժեք։ Այսինքն նպատակը հայկական հետքը Արցախից ջնջելն է։ Բնականաբար։ Պարոն Ավանեսով, նույն ՅՈՒՆԵՍԿՕ-ից եւ նմանատիպ այլ կառույցներից իրականում մենք ինչ ակնկալիք կարող ենք ունենալ։ Այս իրավիճակում գոյություն ունեն գործնական մեխանիզմներ, որոնք կարող են կանխել նման մշակութային սպանդը։ Իրականում այո, նախ մենք պետք է պահանջենք ՅՈՒՆԵՍԿՕ-ից, որպեսզի նախ վերանայի իր մոտեցումները այս հարցում եւ առնվազն 2-3 հանձնաժողովներում, որտեղ որ Ադրբեջանը ընտրվել է մինչև 2025 թվականը, այդ ընտրված անդամների ցանկից հանի, հաշվի առնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրություն խախտող, եւ մյուսը պահանջենք, որ վերջապես ՅՈՒՆԵՍԿՕ-ն փաստահավաք առաքելություն ուղարկի Արցախ եւ որպեսզի տեղում արձանագրվեն այն վանդալիզմի դեպքերը, որոնք տեղի են ունենում։ Իսկ Հայաստանը որևէ քայլեր անում է այդ ուղղությամբ։ Ցավոք սրտի ոչ։ Մասնագիտական տիրույթից բացի պետական մակարդակով լուրջ քայլեր չի ձեռնարկում։ Հատուկ այն դեպքերում է եղել, երբ որ պետական մակարդակով արձագանքվել է, խոսվել է Արցախի մշակութային ժառանգության մասին, բայց վերջին շրջանում մենք նման փաստեր չենք արձանագրում։ Օրինակ, որ խնդրեմ քայլերի հերթականությամբ կարող եք բացատրել, ինչ պիտի անի Հայաստանը, որը չի անում, եւ ովքեր են այդ պատասխանատվողները, որոնք դա պիտի անեն։ Հայաստանը պետք է բարբերաբար հայտարարի Արցախում տեղի ունեցող վանդալիզմի դեպքերի մասին, եւ դա պետք է արվի տարբեր խողովակներով։ Խորհրդարանական դիվանագիտություն,
արտաքին գործերի նախարարության խողովակներով, մշակույթի նախարարություն եւ մշակույթի նախարարության ենթակայության տակ գործող հուշարձանների պահպանության համապատասխան կառույցներ կան։ Այս խողովակներով պետք է քայլեր ձեռնարկվի եւ զեկույցներ ներկայացնելով, հստակ կոչեր հնչեցնելով իրենց արտասահմանյան գործընկերներին։ Այսինքն կարող ենք ասել, որ քանի որ այս պահին ոչինչ արված չէ, սա նաև քաղաքական դիրքորոշում է։ Սա տեղավորվում է այսպես կոչված խաղաղության օրակարգի մեջ։ Բայց նույն խաղաղության օրակարգում Ադրբեջանը քանդում է մեր ունեցվածքը։ Մեր կառավարման համակարգին կողմում կա խաղաղության օրակարգ, Ադրբեջանի մոտեցումը խաղաղության օրակարգի սա է։ Վանդալիզմ, բռնի տեղահանություն, ոչնչացում, մշակութային ինքնության խեղում։ Իսկ եթե ունենանք իշխանություն, որը պատրաստ է ձեր ասած քայլերի հաջորդականությամբ գնալ եւ միջազգային կառույցների պահանջներ ներկայացնել, մենք ունենք փաստագրական բավարար բազա։ Օրինակ նախորդ տարի Genesis Armenia ուղեղային կենտրոնը գույքագրելով Արցախի վանքերը, եկեղեցիները, ամրոցներն ու բերդերը կազմեց ու տպագրեց բացառիկ քարտեզներ։ Արդյոք սա բավարար է կամ նմանատիպ ինչեր են անհրաժեշտ կա այդ բազան։ Սա մեխանիզմներից մեկն է, իսկ բավարար փաստագրական բազա տասնյակ հազարավոր։ Եթե հաշվի առնենք, որ մշակութային ժառանգության ոչնչացումը նաև ռազմական հանցագործությունները որոշ դեպքերում, որը վաղեմության ժամկետներ չունի, համապատասխան փաստեր շատ են։ Արբանյակային լուսանկարներ, ադրբեջանական սոցցանցերից հավաքած այդ տեսանյութեր, լուսանկարներ, փաստագրական բազան բավականին շատ է եւ ընդ որում դրան կարող ենք համրացնել նաեւ միջազգային կառույցների կողմից արված հայտարարությունները, բանաձևերը, դրանք հիմք են ստեղծում։ Բայց վերջին շրջանում նույնիսկ միջազգային կառույցներից արձագանքներ չկան։ Որոշակի դեպքերում մենք այնուամենայնիվ հրապարակված զեկույցներում արձագանքներ տեսնում ենք, այսինքն ԱՄՆ կրոնական ազատությունների մասին յուրաքանչյուր տարվա զեկույցում առնվազն վերջին շրջաններում Արցախում ոչնչացված հուշարձանների փաստի մասին անդրադառնում է։ Իսկ դա պետք է դիտարկենք, որ միջազգային կազմակերպություններից մեկն է եւ կարող ենք որպես փաստական հենք օգտագործել։ Բացի դա ժամանակին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը եւ այլ դատարաններ համապատասխան թեկուզ միջանկյալ որոշումներ են կայացրել Արցախի հուշարձանների հետ կապված, ընդ որում եվրոպական խորհրդարանի բանաձևեր կան, որ հայտարարություններ նաեւ կան, որտեղ որ առաջին անգամ կոչ են անում եւ պահանջում են Ադրբեջանից զերծ մնալ հայկական հուշարձանների ոչ միայն ոչնչացումից, այլ նաեւ նրա աղվանական ներկայացնելուց, պնդելով, որ հայկական հուշարձանների աղվանականացման թեզը դա Ադրբեջանի օրինաց թեզն է եւ որևէ գիտական եւ այլ հիմքեր իր տակը չի պարունակում։ Այս պահին կան թվեր, թե Ադրբեջանը քանի մշակութային հուշարձան է ոչնչացրել։ Եթե վանդալիզմի բոլոր տեսակները հաշվի առնենք, ձևախեղում, ամբողջական կամ մասնակի ոչնչացում, գրությունների թողնում, հուշարձանների պատերին, տարբեր զինատեսակների կիրառմամբ թիրախավորում, դեպքերը 1000-ից ավել են։ Իսկ հիմնահատակ քանդվելու դեպքեր, ինչպես վերջին եկեղեցի։ Հիմնահատակ քանդելու դեպքերն էլ են բավականին շատ, բայց քանի որ յուրաքանչյուր օր փոփոխվում է այդ պատկերը, մենք ռեալ թվերի մասին դժվար կարողանանք խոսել։ Բայց պետք է նշենք, որ այն ինչի մասին մենք տեղյակ ենք, հրապարակում ենք, մասնագիտական խմբերն են անդրադառնում, կարող ենք պնդել, որ այդ թիվը իրականում ավելի շատ է, քան մենք կարողանում ենք հրապարակել։ Նմանատիպ հանցագործությունները մշակութային ոլորտում ինչ պատասխանատվության են ենթարկվում սովորաբար։ Նմանատիպ հուշարձանների ոչնչացումը անկախ նրանց կարգավիճակից եւ հուշարձաններից, հատկապես հակամարտությունների գոտիներում, ռազմական հանցագործություն են համարում եւ իրականում նախադեպ կա միջազգային, իհարկե ոչ թե պետության դեմ, այլ անհատի դեմ է հարուցված եղել, բայց դա մենք որպես նախադեպ կարող ենք օգտագործել։ Մալիում հուշարձանների ոչնչացման փաստի հետ կապված ժամանակին միջազգային քրեական դատարանի կողմից կայացվել է վճիռ, որը որակել է այդ հուշարձանների ոչնչացումը
որպես պատերազմական հանցագործություն հղում անելով միջազգային քրեական դատարանի Ռոմի ստատուտի 8-րդ հոդվածի վրա։ Իսկ սրանք նախադեպեր են, որ կարող ենք օգտագործել։ Իսկ այս առումով Բայց հանցագործպետությունը պատասխանատվության ենթարկվել է եւ վերցրել է ոչ թե տվյալ պարագայում կոնկրետ անձի նկատմամբ են նման որոշում կայացվել եւ համապատասխան պատժամիջոցներ են կիրառվել։ Այսինքն սա մենք կարող ենք կիրառել նաեւ այն պարագայում, երբ որ նույնականացվում է վանդալիզմ իրականացնող անձի կամ ներգրաված կազմակերպությունները։ Կլինի դա շինարարական կազմակերպություններ, կլինեն դա ռազմական ստորաբաժանումներ, որտեղ տվյալ զինծառայողը ծառայում է, որտեղ հրապարակված բազմաթիվ տեսանյութերում, երբ որ համազգեստով ադրբեջանցի օկուպանտ զինվորականը կրակում է Խաչքարի եւ այլնի վրա, հնարավոր է նույնականացնել, թե որ ստորաբաժանման զինծառայող է։ Եվ շատ դեպքերում իրենք են հենց հրապարակում իրենց սոցիալական բազմաթիվ են տեսանյութերը նույն գերեզմանոցներում, ինչպես են գերեզմանակարերը խեղում, այսինքն դա ցույց են տալիս իրենց սոցիալական ցանցերի իջերում, այսինքն սա արդեն հիմք է նույնականացման տվյալ անձանց, մի այլ հանգամանք էլ ոչ միայն տվյալ անձն է հանցագործ համարվում եւ պատասխանատվության կրում, այլ այդ հանցագործությունը խրախուսող, այսինքն այն մեծ ռեսուրսներ, որոնք որ տարածում են ադրբեջանական այդ տեսանյութերը ընդ որում գրում, որ հատուկ են ոչնչացնում, իրանք եւս դառնում են հանցակից այդ ամբողջ գործողությունների։ Իսկ դրանք եթե պետական մակարդակով այդ ապացույցները չեն ուղարկվում միջազգային ատյաններ, հենց համացանցում զետեղված այդտեղ գտած տեսանյութերի հիման վրա չեն կազմվում ակտեր։ Համապատասխան զեկույցներ այնուամենայնիվ մասնագիտական խմբերի կողմից ուղարկվում են տարբեր կազմակերպություններ, բացի դրանից այդ հրապարակված տեսանյութերը լուսանկարների հիման վրա նաև երբեմն հումանիտար կազմակերպություններ իրենց զեկույցներում անդրադարձ են կատարում։ Դա փաստական հիմք են որպես օգտագործում։ Անկախ նրանից դա Facebook-ում է հրատարակվել, Twitter-ում, թե Telegram-ում։ Պարոն Ավանեսով, մեկ անընդհատ տեսնում ենք, թե ինչպես են քանդում, ավերում մեր մշակութային ժառանգությունը, իսկ սրան զուգահեռ արդյոք Ադրբեջանը կառուցում է օրինակ իր կրոնական կառույցները կամ այդ ամենը փոխարինում է որևէ բանով, թե պարզապես հայկական հետքը ջնջելու քայլեր են սրանք։ Իրականում Ադրբեջանը սրան զուգահեռ իրականացնում է Արցախի իսլամացման քաղաքականություն։ Մզկիթներ են կառուցում այնտեղ, որտեղ երբևէ մզկիթ չի եղել։ Բերձոր, Հադրուտ, Շուշիի շրջանի Քարին տակ գյուղ եւ նման տասնյակ դեպքեր կան։ Սրան զուգահեռ տեղորոշիչ քարտեզների վրա արհեստական մզկիթներ է նշում տարբեր ենթակառուցվածքներ, հասարակական նշանակության կառույցներ, բնակելի տներ, առնվազն մենք Արցախի 50 գյուղի պարագայում նման արհեստական մատնանշող մզկիթներ հայտնաբերել ենք։ Ընդ որում 2-3 գյուղի պարագայում մենք գտել ենք անգամ տանտիրոջը ում տունը, որ Google արբանյակային է տեղորոշիչ քարտեզների վրա մատնանշած է որպես մզկիթ։ Մենք դրա մասին եւս անդրադարձել ենք եւ տանտիրոջ անունազգանունով եւ այլով հրապարակել ենք։ Իսկ կառուցած մզկիթները գործում են, թե դրանք են պատրանք։ Դեռ ժամանակի հարց է, հաշվի առնել կախված նրանից, թե ինչքան ապօրինի բնակեցում են արել ավելի ճիշտ, ապօրինաբար բերելով մեր տներում բնակեցնելով ադրբեջանցիներին։ Այսինքն դա իրական է, որովհետև կան կարծիքներ, որ դա էլ են կեղծում եւ մարդիկ հրաժարվում են գալ ապրել այդ։ Դե ամեն դեպքում այդ իրենց շոուները, ցուցադրությունները, որ կազմակերպում են, այդ համատեքստում նաեւ այդ մսկիթների արկայությունն եւ այլն օգտագործում են։ Նաեւ օտարերկրյա պատվիրակություններին են տանում ցույց տալիս, կամ օրինակ Իրանի նախագահի ապօրինայքի ժամանակ ցույց ընտրել Շուշիի նախկին մզկիթները ոչ նոր կառուցող եւ մատնանշել, թե իբրև վերին թաղի Գոհարաղայի մզկիթը իբր վերականգնվել է ադրբեջանցիների կողմից Հայդար Ալիևի ֆոնդի ֆինանսավորմամբ եւ այլն։ Իրականում այնտեղ վերականգնելու որևէ բան չկար, ընդ որում նպատակներ նաեւ իրանական մշակույթի հետ
ջնջելը, քանի որ բանը այդ մզկիթը Շուշիի նախկինում վերականգնվել է մի քանի փուլով ընդորում։ Նախ գիտահետազոտական աշխատանքներ են իրականացվել, երկրորդը մասնագիտական վերականգնում է իրականացվել։ Վերականգնվել է ոչ թե այն ձևով, ինչ Ադրբեջանը անում է մեր եկեղեցիների նկատմամբ, այլ միջազգային գիտական չափանիշներին համապատասխան։ Ընդ որում իրանցի մասնագետների ներգրավումը, ինչը խոսում է այն մասին, որ մզկիթի վերականգնումը իրականացվել է բարձր ճշգրտությամբ, պահպանելով մշակութային արժեքի ամբողջականությունը, դետալները եւ այլն։ Բայց մի շատ կարևոր հանգամանք կա։ Այդ մզկիթներ եւ այլն, որ Ադրբեջանը կառուցում է, արհեստականորեն փորձում է հատկապես իսլամական աշխարհին ցույց տալ, որ ինքը իսլամական մշակույթի կրող է, պահպանող է, տարածող է։ Իրականում Ադրբեջանը ոչ մի քաղաքակրթության հետ կապ չունի։ Իր ճակերտյալ, ասես ասած, քաղաքակրթությունը վանդալիզմն է, հուշարձանների քանդումը եւ այլն։ Դեռևս 20 թվականի պատերազմի ընթացքում Շուշիի մզկիթները 2 անգամ թիրախավորվել են։ Դիտավորյալ նպատակ ունենալով այն պայթեցնել, մեղքը բարթել հայկական զինված ուժերի վրա։ Բարեբախտաբար իրենց այդ նպատակին չեն հասել, բայց պատերի որոշ թեթևակի թեկուզ վնասված եղել է, բայց դա դիտարկում են որպես մզկիթի թիրախավորում։ Վերջերս մենք հրապարակեցինք Այգեկ գյուղի շիական մզկիթի ոչնչացումը ճանապարհաշինարական աշխատանքի պատրվակի տակով։ Սա ցույց է տալիս Ադրբեջանի ցեղասպան դիմակիցը եւ հստակ ամբողջ պատկերը ցույց է տալիս, որ իդեմս Ադրբեջանի մենք գործ ունենք ցեղասպանություն իրականացնող պետության կազմավորման եւ այն ինչ Արցախում տեղի է ունենում իրականում 21-րդ դարի խոշորագույն մշակութային ցեղասպանություններից մեկն է իր ծավալով հանդարտ եւ սա համաշխարհային քաղաքակրթության մաս հանդիսացող ժառանգության ոչնչացում է իրականում։ Բայց փոխարենը նրանք հայերին են հիմա ցեղասպան անվանում, նույնիսկ Արևմտյան Ադրբեջանի տարեստացին ստեղծված համայնքի ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ հայերն են ոչնչացրել, ցեղասպանել իրենց գերեզմանոցները, իրենց տները։ Դա յուրահատուկ է քոչվորին։ Միայն քոչվորն է նման կերպ վարվում եւ միայն քոչվորն է նման քարոզություն տանում ագրեսիվ։ Նպատակ ունենալով դա զավթողական քաղաքականություն է։ Իրական խաղաղությունն օրակարգ ունեցող պետությունը նման քարոզություն չի տալիս, ցույց է տալիս այն մասին, որ Ադրբեջանի նպատակը ամբողջ ներկայիս Հայաստանի Հանրապետությունն է նաև։ Բայց երեք Փաշինյանը հայտարարում էր, որ այլևս հակամարտության էջը փակված է եւ միմյանցից որևէ պահանջներ չունեն այս երկու պետությունները։ Հակամարտության էջը երբևէ չի փակվել եւ չի էլ փակվելու։ Հակամարտությունը մեկ անձի որոշումով չի անկախ կարգավիճակից։ Համենայն դեպս հակամարտությունը գոյություն ունի եւ քանի դեռ վերադարձ չի կատարվել նախ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի իրավիճակին տարածաշրջանում չեն վերացվել հանցագործության բոլոր հետքերը, այսինքն պատասխանատվություն ենթակառուցվածքների ոչնչացումից մինչև հուշարձանների ոչնչացում, պատերազմական հանցագործությունների գերիների վերադարձ, Հայաստանի սուվերեն տարածքից ծորքի հետ քաշում, խոսել հակամարտության ավարտի մասին, միամտություն է առնվազն։ Պարոն Ավանեսով, առաջիկայում ընտրություններ են եւ եթե լինի իշխանափոխություն, ինչ գործիքակազմ մենք ունենք ձեր ասած կետերին հասնելու համար։ Բոլոր փաստերը կան, հանցագործություններ եւ այլն։ Արցախի մարդիրավունքների պաշտպանի գրասենյակը տասնյակից ավել զեկույցներ ունի հրապարակած, ժամանակին Հայաստանի մարդիրավունքների պաշտպանի գրասենյակներ տարբեր զեկույցներ հրապարակում այդ հանցագործությունների հետ կապված։ Միջազգային տասնյակից ավելի զեկույցներ կան, որտեղ որ փաստագրված են այդ հանցագործության դեպքերը։
միջազգային լրատվամիջոցների հրապարակումներ կան, ահաբեկիչների ներգրավման հետ կապված բազմաթիվ փաստեր կան, անգամ որոշ երկրների ղեկավարների հայտարարության մակարդակով, արտաքին հետախուզական ծառայության ղեկավարների մակարդակով։ Նաև մարդու իրավունքների սիրական կենտրոնը նման կազմակերպություն գոյություն ունի, դեռևս 2020 թվականին հրապարակել է հատուկ զեկույց վարձկանների ներգրավման հետ կապված, այսինքն բացի մեր իրավապաշտպան կազմակերպությունների ՄԻԲ գրասենյակների հայտարարություններին, նման զեկույցները բազմաթիվ են, դրան գումարվում է արդեն ժառանգության հետ կապված ոչնչացման դեպքերի հրապարակած տասնյակ զեկույցներ, ասենք կան նաև մասնագիտացված կառույցներ, որոնց հրապարակած նյութերը փաստական հիմք ունեն։ Կովկասյան ժառանգության մշտադիտարկման հարթակը Կորնելի համալսարանի, Monuments ոչ ակադեմիական հարթակը, Արցախի туриզմի զարգացման, մշակույթի եւ туриզմի զարգացման գործակալությունը, նաև հայկական ճարտարապետությունը ուսումնասիրող հիմնադրամի հրապարակած տեղեկատվությունը, Արցախի մշակույթի նախարարության պաշտոնական Facebook-յան էջում հրապարակած տեղեկատվությունները, մեր գրասենյակի զեկույցները, արտահերթ հրապարակումները, այս ամենը անհարգելի փաստեր են եւ ամեն մի հրապարակմանը գծված են հստակ ապացույցներ, լուսանկարների, տեսանյութերի, արբանյակային լուսանկարների եւ սրանք մեծ բազա է, որ կարող ենք օգտագործել եւ նմանատիպ փաստերի հետ հնարավոր չէ, որ որևէ դատականացիանում հաշվի չառնենք կամ չարեցվեն սրա հետ։ Բնականաբար այդ ամենին արդյունքի հասնելու համար կրտնաջան աշխատանք է պետք։ Եվ սա պետք է հստակ համակարգված լինի, ինքնաբուխ ոչ մի արդյունքի չի հասնի, չենք էլ հասնի։ Ասենք նաև մեդիա ոլորտի դերն էլ է այստեղ կարևոր։ Ասենք այնինչ հրապարակվում է, օգտագործվում է մեդիա կոնտենտի պատրաստման մեջ, եթե անգամ այլ հարթակներից ջնջվի, հանվի, բայց մնա որևէ մեդիա հարթակում հարցազրույցներին կցված կլինի նման փաստերը, թե կոնկրետ զուտ տեղեկատվություն որպես ներկայացվող լուրերի տեսքով, սրանք փաստական հիմք են, այնուամենայնիվ իրենց իրավական ուժ ունեն։ Շնորհակալ եմ, պարոն Ավանեսով։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցում էի Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովի հետ։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր հրապարակումներին։ ABC Media-ի հաջորդ լուրերի ժամը 21-ն է։